Դատարանը որոշել է արգելել անկախության մեր ճանապարհը ֆիլմի ցուցադրությունը, երևի արդեն լսել եք այդպիսի լուրը։ Դատարանը ճանաչել է, որ ֆիլմի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է հանրային հեռուստաընկերությանը, այսինքն ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը այլևս չի կարող առանց համաձայնության ֆիլմը ցուցադրել կամ տարածել։ Խոսքը անկախության մեր ճանապարհը վավերագրական ֆիլմի մասին է, որը ստեղծվել էր անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ։ Ըստ գործի նյութերի ֆիլմի ստեղծումից հետո դրա հիմնական իրավունքները փոխանցվել էին հանրային հեռուստաընկերությանը, որը նաև ֆինանսավորել էր նախագիծը։ Սակայն ավելի ուշ ֆիլմը մի քանի անգամ ցուցադրվել է տարբեր հանդիպումների և միջոցառումների ընթացքում, ու հենց դա էլ դարձել է վեճի պատճառը։ Հանրայինը պնդել է, որ ֆիլմի ցուցադրության և տարածման հարցը պետք է որոշվի միայն իր կողմից, իսկ Պասկևիչյանը նշել է, որ պայմանագիրը ստորագրելիս համոզված էր, որ հանրայինը ֆիլմը կցուցադրի եթերում և կտեղադրի հեռուստաալիքի YouTube-ում, բայց դա չի արվել։ Դատական գործընթացը սկսվել է 2025 թվականի հուլիսին, իսկ վերջնական որոշումը հրապարակվել է 26 թվականի մարտի 27-ին։ Արդյունքում դատարանը սահմանել է ֆիլմի օգտագործման իրավասու միակ կողմը հանրային հեռուստաընկերությունն է։ Բաժանորդագրվեք Կինոպրեսին ոլորտային նորությունների համար։